Երկու հարց կա այսօր ուզում եմ անդրադառնալ, առաջինն այն է, որ մեր բողոքը Վեոլաջուր ընկերության գործունեության հետ կապված այս պահի դրությամբ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովում քննարկման փուլում է, որպեսզի որոշում կայացնեն վարույթ հարուցում են, թե ոչ։ Իրավական բոլոր հիմքերն առկա են վարույթ հարուցելու համար, մենք բնականաբար մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու և սպասելու ենք մինչև տեսնենք օրենքով նախատեսված ժամկետում, իսկ ես կարծում եմ ավելի շուտ պիտի հասցեագրեն, եթե այդ մարդիկ ոչ թե գերատեսչական շահի, այլ իրականում հանրային շահի մասին են մտահոգված, որպեսզի տեսնենք հարուցում են ի վերջո թե ոչ, թե պետական մակարդակով Վեոլաջուր ընկերությանը ևս օգնություն է ցուցաբերվում։ Երկրորդն այն է այս համատեքստում, որ նամակ եմ ուղարկել նաև տարածքային կառավարման նախարարին, հասցեագրելով բոլոր խնդիրները, որոնք դուք ներկայացրել եք, մասնավորապես հասցե առ հասցե անուն առ անուն տվել եմ նաև ցուցակ, թե մարդիկ ինչից են բողոքում, հաշվիչների վնասման, հավելագրումների եւ այլնի հետ կապված, որովհետեւ հավելագրումների համար մի անգամ ասել եմ հիմքերը ստեղծել են իրենք եւ իրենք կարող են տեսուչը չկար այդ տեսուչը աշխատանքից դուրս եկել, չգիտեմ, այսպիսի թեմաներով շատ հաշիվներ դուրս գրեն եւ արդյունքում դուք ստիպված լինեք վճարել, դրա համար անպայման վերահաշվարկ պահանջեք։ Մի կարևոր հարց կա, ուզում եմ ձեզ առայժմ հռետորական հարց ուղղել, ինչ կանեիք դուք, եթե իմանայիք, որ պետական մարմինը թույլ է տվել, որ 2027 թվականից Վեոլաջուրը մեզ մատակարարի ավելի վատ որակի ջուր։ Բոլորից ջուրը կլինի ավելի հոտավետ, աղիքային հիվանդությունները ավելի շատ կծաղկեն, բայց ջրի ցուցանիշները թղթի վրա կլինեն ավելի լավը։ Ես մանրամասն ուսումնասիրություն եմ կատարում եւ շուտով ձեր դատին կներկայացնեմ դրա արդյունքներն ու հետևանքները մեր բոլորի համար։ Մյուս հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, այն փոփոխությունն է, որը կատարվել է քրեական օրենսգրքում 2022 թվականին։ Քաղաքական ուժերը պետք է իմանան, որ նախընտրական հիմնադրամում քարոզչության համար նախատեսված ծախսերը չներառելը կամ քարոզչության համար նախատեսված ապրանքները, ծառայությունները անհատույց ձեռք բերել, ավելի ցածր գնով ձեռք բերել ու դրանք ուրեմն հիմնադրամում շուկայական գնով ցույց չտալը քրեորեն պատժելի արարք է։ 10 միլիոն դրամի չափով, այսինքն ընդհանուր առմամբ, եթե 10 միլիոնի շեղում գտավ վարույթն իրականացնող մարմինը, քննիչը որոշեց, որ դա շուկայական գնից ցածր է ներառել, դրա համար կա նախատեսված քրեական պատասխանատվություն։ Հետևաբար պետք է ուշադիր լինել, որպեսզի նախընտրական հիմնադրամում նախատեսված ուրեմն ծախսերը, քարոզչական բոլոր ծախսերը պատշաճ կերպով արտացոլված լինեն, մանավանդ որ փոխվել է նաև այն ծառայությունների շրջանակը, որոնք պետք է հիմնադրամից ֆինանսավորվեն, ես այդ մասին արդեն տեսանյութ ունեի։ Քրեական պատասխանատվություն նախատեսված է նաև սահմանված ժամկետում նախընտրական հիմնադրամին վերաբերող ծախսերի հայտարարագիր չներկայացնելու համար։